Լուիս Արավոտին շարունակվում է եւ մեր հյուրեր արդեն տաղավարում են եւ շտապ եմ տեղեկացնել, որ Լոռու Coop Smart կենտրոնում ստեղծվել է պատանիների թատերախումբ, շատ լավ է, որն իրենց առաջին ներկայացումով շրջում է Հայաստանի մարզերով։ Smart թատերախմբի ներկայացման արդեն արված եւ սպասվելիք ծրագրերի մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են Coop Smart կենտրոնի ղեկավար Մետաքսիա Դավթյանը, բարի լույս։ Ձեզ կարմիր շապներ կսազում եմ։ Շնորհակալ։ Լոռու Coop Smart կենտրոնի բարի ծրագրավար Արտյոմ Սարգսյանը։ Եվ Լոռու Coop Smart կենտրոնի ուսանող թատերախմբի պատանի դերասան Սամուել Մարտիրոսյանը։ Չենք լարվում։ Սա ձեր առաջին եթերն է։ Առաջինը լինի, վերջինը չլինի։ Լավ, եկեք խոսենք ծրագրից։ Ինչու որոշվեց ստեղծվել այս թատերախումբը։ Ումն էր գաղափարը, որտեղից սկսեցիք։ Նախ ասեմ, որ Լոռու Coop Smart կենտրոնում արդեն 6 տարի է գործում է թատերական ծրագիր, իթիվս մյուս 17 ծրագրերի եւ շուրջ 700 շրջանավարտ ենք ունեցել ծրագրի ու նպատակ ունեինք նաեւ երեխաներին հնարավորություն տալ ծրագրում ձեռք բերված գիտելիքները կիրառել պրակտիկ Եվ հենց այդտեղից էլ եկավ գաղափար ստեղծել թատերախումբ։ Թատերախմբի գաղափարը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ունեինք եւ հենց այդ ժամանակ էր որ հայտնվեց նաեւ մեր գործընկեր Ֆրիդրիխ Նաումանի հանրազատության հիմնադրամը, ում հետ համատեղ ֆինանսավորմամբ ստեղծեցինք թատերախումբը, որը արդեն գրեթե 1 տարի է ինչ գործում է, ունեցել ենք 6 հյուրախաղեր տարբեր մարզերում եւ առաջիկայում նաեւ պատրաստվում ենք Սյունիք։ Այսինքն 6 մարզերում արդեն պտույտ կատարել եք։ Այո, մեր հյուրախաղերը եւ ընդհանրապես ներկայացման առաջնախաղը սկսել ենք Երևանի տեխնիկային թատրոնից։ Հետագայում նաեւ ներկայացումներ ենք ունեցել Գյումրիում, Բերդ համայնքում, Սպիտակում, Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում, որը մեր Coop-ի համար շատ կարևոր համայնք է, որտեղից եւ սկսել ենք մեր կազմակերպության գործունեությունը եւ առաջիկայում այս շաբաթվա վերջ մեկնելու ենք Գորիս եւ Կապան։ Smart կենտրոնի այդ գաղափարը ինքնին փոփոխություն է մարզային միջավայրում։ Երեխաների մեջ ինչ փոփոխություն է մտցրել ըստ ձեզ եւ ինչ փոփոխություն է ակնկալվում։ Ունենք երեխաներ, ովքեր արդեն 6 տարի հաճախում են կենտրոն, ունենք երեխաներ, ովքեր նոր են ընդունվել, 1-2 տարվա ուսանողներ են եւ իրենց համեմատելիս տարբերությունը շատ հստակ է։ Ավելի վաղ կենտրոն հաճախող երեխաները արդեն բազում ծրագրեր են ավարտել, իդեպ ասեմ, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի հերթով բոլոր 18 ծրագրերը ավարտել եւ այն երեխաները, ովքեր արդեն շատ ծրագրեր են ավարտել, բացի ընթացիկ ծրագրային գիտելիքներից շատ փափուկ հմտություններ են ձեռք բերում, հաղորդակցման հմտություններ, չգիտեմ, բանավոր ելույթ ունենալու հմտություններ, քննադատական մտածողություն, համագործակցային հմտություններ, որոնք իրենց կյանքի տարբեր իրավիճակներում օգնում են եւ օգտակար են։ Իսկ ավելի լայն իմաստով երեխաները հնարավորություն են ունենում փորձարկել իրենց տարբեր ծրագրերում, իրենց ներուժը բացահայտել, մասնագիտական կողմնորոշում ունենալ եւ հետագայում արդեն ընտրել այն մասնագիտությունը, որով շարունակելու են եւ ապագայում լավ մասնագետ պետք է դառնան։ Դա հիմա կհասկանանք արդեն Սամուելից, Սամուել, ինչքան ժամանակ ուսանող եք դուք։ Արդեն 5 տարի 2020 թվականից հաճախում եմ Smart կենտրոն։ Շատ սիրուն ձևն եք, մի քիչ կարող եք բարձր խոսել։ Իսկ բեմ եղել է այնպիսի դեպք, որ այսպես կարողացել եք տակից դուրս գալ, որ այսպես սահուն չի գնացել, բայց դուք փորձել եք այսպես հենց այս վերջին ներկայացմանը բարի հատված է, ես Ուկու պապիկն եմ։ Ում պապիկն եք։ Ուկու պապիկը։ Ուկու պապիկ։ Մեր պիեսի անունը Ունոն եւ Բենոն, եթե ինչ-որ կարդացողներ կա, այդ պիեսը մենք բեմադրում ենք։ Ես Ուկու պապիկն եմ ու վերջում ես ապարում եմ բոլոր մասնակիցների հետ ու մտքերով ուրիշ տեղ խոսքս էի թերություններով ասել, տենց բարոշ փոթեցի ու վերջում Բայց ոչ մեկ չհասկացա։ Հա, վերջում թաքնվեցի տատիկի կոծկելի։ Հա, այդ ամեն ինչն էլ դեռ մենք սովորում ենք, ոնց իմպրովիզացիա անենք, ոնց տենց Ես հարցնում եմ Արտյոմին։ Արտյոմ ջան, դուք բարի մարդ եք, հիմա այս թատերական արվեստի մեջ եք։ Ինչ ընդհանրություններ եք տեսնում դերասանական արվեստի եւ բարի։
թատրոնում աշխատանքային փորձ բազմիցս ունեցել եմ, այսինքն թատերարվեստի հետ համագործակցության փորձ առաջինը չէր, որ սա եղել էր։ Ամենակարևորը, որ ինքը բեմական արվեստ է ու չես կարողանում տարանջատես, բաժանես, որտեղ սկսես պարը եւ որտեղ թատերարվեստը, ինքը տենց ընթացիկ ու համահունչ գնացող ինչ-որ բան է, ու ինձ ամենաշատը դա է դուր գալիս, որ այդ ընդհանուր ներկայացման մեջ այդ շարժը, անցումները եւ այլն են տենց ընդհանուր տեսք է տալիս ու մասնակիցներն էլ, հա, իրանք չեն բաժանում որտեղ սկսվեց պարը եւ որտեղ վերջացավ ու դրա ֆոնին մենք ունենում ենք տենց իդեալական ինչ որ վերջնարդյունք որպես այդպեսին, բայց ուզում եմ շարունակել Սամուելի ասածը, մենք ներկայացումների տարբեր տեղերում ներկայացումներ խաղալիս ոչ միշտ է որ ունենք մենք բոլոր այն տեխնիկական հնարավորությունները, որոնք որ տենց կանխատեսում ենք կամ կուզենայինք ունենալ, ու երեխեքը շատ հմտորեն են դրա այդ ամեն ինչի տակից դուրս գալիս, հա, օրինակ համայնքներ ունենք, որտեղ կուլիսներ չկար, լուսային հնարավորություններ հա թույլ, ու իրանք սենց շատ հմտորեն են, հանցատեսեք այն որ չի հասկանում այդ մենք ինքներս ամեն անգամ կուլիսներում ես ու ռեժիսորը Թաթուլի Բոստանչյան տենց ապշում ենք երեխեքի Դե խոսում եմ պրոֆեսիոնալիզմի մասին գործում երեխեքի տենց այդ ֆայմի հա բեմում իրանց չկորցնելու կողմնորոշվելու հմտության վրա ունենք այդտեղ պաստառ հա սա խնդրեմ ներկայացնեք Մենք երրորդ տարին արդեն Վահե Լյուսի հիմնադրամի հետ ունենք արվեստի ուղղությամբ մրցույթ եւ այս տարի եւս մրցույթը մեկնարկել է արդեն հոկտեմբեր ամսին, ավարտում ենք մրցույթի հայտերի ընդունումը նոյեմբերին եւ մրցույթը նպատակ ունի ոչ միայն Smart կենտրոնի, այլ նաեւ Լոռու մարզում գործող բոլոր համայնքների երիտասարդներին հնարավորություն տալ առնչվել կենտրոնի հետ արվեստի ուղղությամբ իրենց գործերը ներկայացնել եւ ստանալ դրամական պարգևներ 96 մրցանակակիր ենք ունենալու եւ շուրջ $40,000 մրցանակային ֆոնդ ունենք։ Ես կարող եմ մասնակցել։ Ցավոք ոչ։ Չնայած դուք պետք է ասեք Լոռու մարզից եք։ Ես կարող եմ գրանցումից դուրս գալ Լոռու մարզ գրանցվել եւ ես մի փոքր շարունակեմ մրցութային ուղղություններն են արվեստի մրցութային ուղղություններն են երաժշտական գործիքներ թատերարվեստ նկարչություն թվային նկարչություն պար վոկալ ձայնային ձևավորում մրցույթի այս տարվա խորագիրը պատմություններ որոնք փոխել են աշխարհը եւ ապագան ինչպես Մետաքսյանը նշեց Լոռու մարզի բնակիչների համար 11-ից 18 տարիքային խմբի որտեղ բաժանվում են երկու տարիքային խմբով 11-ից 14 եւ 15-ից 18 որը պայմանավորված է որով էլ պայմանավորված է դրամական այդ մրցանակային տեղերը միջև առաջին տեղի համար միջև 466,000 դրամ սահմանված մրցանակներ ունենք անցած տարվա երբ որ համեմատում անցած տարվա հետ այդ շատ մեծ հնարավորություն է երեխեքի համար սա երևի Սամուելը կշարունակի որտեղ ինքը նախորդ տարվա մրցանակակիրներից է ով ենթադրում եմ նաև պատրաստում է այս տարի եւս թիմի խնդրում դուք լրեք խնդրում դուք պատմեք անցած տարի 14 տարեկան էի դրամական պարգևը այդքան շատ չէր մասնակցել եմ թվային նկարչությամբ ու թատերարվեստով ընդհանուր ֆինանսական այդ շահումը կազմել է 158,000 դրամ բայց այդ տարիքում արդեն այդ գումարը աշխատել է Քոաֆի օգնությամբ դա մեծ արդյունքային սվում է մինչև այդ մրցույթը կազմակերպել են աշխատարաններ որ դու գիտելիք ստանաս ավելի հմտանաս այդ գործում 3 տարի արդեն այդ աշխատարանները կազմակերպում են այս վերջերս ավարտվեց այս տարվա աշխատարանը, որ վարում էր Սարգիս Մանուկյանը, ռեժիսոր, երրորդ նախանցած տարի վարել էր Սերժ Ավետիքյանը, երրորդ սկզբի տարիներ վարել, իսկ նախանցած տարին վարել էր Արման Սայեբեկյանը, ինքը Արման։ Հետաքրքիր ձեր աշխատանքը ինչով է աչքի ընկել, որ դուք եք հաղթել դարբնից ձեզ։ Անցած տարի թեման Շարլ Ազնավուրի եւ Փարաջանովն էր։ Ես կարելի ասել ներկայացրել էի Շարլ Ազնավուրի կյանքը Փարաջանովի աչքերով, քանի որ Փարաջանի ոճը միակն է ու անկրկնելին անհնար է ճանաչել Փարաջանի ոճը, ու Շարլ Ազնավուրի կյանքն է շատ հետաքրքիր ձևով զարգանում, այդ այ ներկայացրել դրա համար տարբերվեց։ Իմ կարծիքով դուք նշեցիք քանի ուսանող է արդեն այս ամենով անցել, մոտ 600 նշեցիք։ Թատերարվեստի ծրագրով մոտ 700, բայց կենտրոնի ուսանողների թիվը 19 թվականից ի վեր 3400 է։
Իմ կարծիքով նա միակը չէ, Սամվելը միակը չէ, Չէ, մենք շատ աստղային ուսանողներ ունենք, այո։ Ու գիտեք ինչքան ուրախալի է սա ամեն ինչը, այսինքն երիտասարդության հետ շփվելը, որովհետև հասկանում ես, որ իսկապես մեր երկիրը ու մեր ապագան իսկական ֆանտաստիկ մարդկանց ձեռքերում է ու ես այնքան վստահ եմ, որ տարիներ անց, շատ չէ, մի քանի տարի անց ձեր մասին մենք այլ բեմերից ենք ձեր անունը լսելու, այլ հաղորդումներից, ոչ թե մեր մոտից, այլ այնց ինչ-որ ու մեծ հպարտությամբ ասում եմ, որ այս հեռավորության վրա մենք Սամվելի հետ շփվել ենք։ Ձեզ շնորհակալ եմ շատ, ճիշտ է, այդքանով դեռ չենք սահմանափակվում։ Իմ կարծիքով մենք դեռ ավելացնելու բան ունենք, ասելիք ունենք, որովհետև անկախ նայած մեր հարցազրույցը երկար չի տևում, բայց ինչ ենք բաց թողել, ինչ ենք ավելացնելու։ Երևի ասեմ, որ մրցույթային հայտերը դեռ ընդունվում են։ Մեր Facebook-յան, Instagram-յան էջերում կարող եք գտնել մրցույթին դիմելու հայտարարությունը, հղումը։ Մրցույթը իհարկե լոռեցիների համար է, բայց լոռեցիներին է այս պահին կոչվս ուղղված, որ ուսումնասիրեք հայտը, ուսումնասիրեք ձևաչափը, բոլոր ուղղություններով մրցույթի չափորոշիչները եւ փորձեք լավագույն հայտերը ներկայացնել, որովհետեւ մենք իսկապես հետաքրքրված ենք, որ լոռու երիտասարդները կարողանան իրենց դրսևորել արվեստի տարբեր ուղղություններով եւ ինչու՞ չէ նաեւ ցույց տան, որ արվեստով զբաղվելը նաեւ ֆինանսական առումով հետաքրքիր է, այո, գրավիչ է։ Ու ես վստահ եմ, որ առաջիկայում ոչ միայն Լոռու մարզը կլինել, բոլոր մարզերներ կներգրավեն, որքան էլ որ հասկանում եմ, որ դա իրականում շատ բարդ է։ Քանի որ ՔՕԱՖ-ը իր սմարթ կենտրոնների ծրագրերով ընդլայնվում է դեպի Արմավիր եւ Սյունիք, բնականաբար հետագայում նաեւ սմարթի մյուս շահառու մարզերը ներգրաված կլինեն տարբեր պրոյեկտներում։ Սպասում ենք։ Եվ կխնդրեմ նաև դուք էլ նշեք, օրինակ այս թատերախմբի ստեղծման առավելությունները, որոնք են։ Թատերախմբի առավելությունները շատ են։ Երեխաների ինքնադրսևորվելու, ելույթ ունենալու, երևի ամենաառաջինը, ամենամեծը, ամենատարբեր շրջաններում իրենց տարիքային հասակակիցների հետ շփվելու, ներկայանալու շատ քիչ են հնարավորություններ լինում, երբ որ ես ինձ եմ հիշում այս տարիքում, ես զբաղվում էի պարարվեստով, թատերարվեստով, բայց ելույթ ունենալու հնարավորությունս այնքան շատ չէր, ինչքան հիմա մեր թատերախումբը ունի, ու սա շատ մեծ հնարավորություն է։ Կապելով նաև մրցույթի հետ, մրցույթը եւս, ինքը շատ մեծ հնարավորություն է տալիս։ Մենք ունենք շատ հաջողված պատմություններ անցած տարիների հետ կապված, որտեղ երեխաները այդ գումարային մրցանակը շահելով իրենց ուսման վարձն են վճարել հաջորդ տարիներին։ Ունենք, որ իրենց համայնքի համար նոր տարվա տոնածառեր առել երեխեքից մեկը, որտեղ իրենց համայնքը չուներ։ Ունենք երաժշտական գործիքներ գնաց մասնակիցներ, որ այս տարի արդեն իրենց գործիքով են դիմում։ Ինքս շատ մեծ հնարավորություն է տալիս, ինչպես թատերախումբը, այնպես էլ այս մրցույթը, որը կարծում եմ այս ժամանակ շատ հնարավորություններ շատ է, բայց մենք նաև փորձում ենք իրենց ուղղորդել, դա էլ է կարևոր, որ ոնց դիմեն, ուր գնան եւ այլն։ Եվ վերջում խնդրեմ Սամվել, վստահ եմ, որ շատ քո հասակակիցներից լոռեցիներ դիտում են մեզ ու ինչու մասնակցել, բացի այն որ գրավիչ գումարային բումշահույթներ կան այս ամեն ինչի մեջ, բայց ինչու մասնակցել։ Ով որ սիրում արվեստը, գնահատում արվեստը, սա եզակի մրցույթներից է, որ համ իր խորագրերը, համ իր իմաստը, համ իր ֆինանսական առաջ տրամադրած գումարը ամեն ինչ նպաստում է նրան, համ քեզ փորձ է տալիս, համ զարգացնում է, մենակ դրական նշաններ են։ Դրա համար հաստատ չարժե բաց թողել ու բոլոր լոռեցիներին, ովքեր 11-ից 18 տարեկան են, խորհուրդ եմ տալիս որպես մասնակից անպայման մասնակցել եւ ներկայանալ։ Շնորհակալ եմ շատ։ Դու շատ ուրիշ տիպ ես։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ Լոռու ՔՕԱՖ Smart կենտրոնում ստեղծվել է պատանիների թատերախումբ, որն իրենց առաջին ներկայացումով շրջում է Հայաստանի մարզերով։ Այս շաբաթվա վերջ գնալու եք Գորիս։ Գորիս եւ Կիրակի օրը գորիսեցիներին հրավիրում ենք դիտելու մեր թատերախմբի հերթական ներկայացումը։ Դե ինչ, վստահ եմ, որ շատ էլ կգան եւ կլինեն այդ ամենի մասնակիցը, շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օրվա շարունակություն, այս պահին մենք կընդմիջվենք գովազդով եւ արժեվում կրկին մենք հյուրեր։